Վերադարձանք ու Ռուբենը երազում էր բնության գրկում հայտնվեր, բայց ես հետո նրան հիշացրեցի, որ այս պահին մենք խոհանոց ենք տեղափոխվելու եւ նա միանգամից վերադարձավ տաղավար։ Քանի որ այո, Անուշը արդեն խոհանոցում է, պատրաստ է մեզ ներկայացնելու, թե արագ ինչ կարող ենք առավոտյան պատրաստել, չէ՞։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս իրելի գործընկերներ, շատ արագ պատրաստելու ենք սպանախով նախաճաշ։ Թավան դնենք թողարկանը։ Բայց սովորական սպանախով նախաճաշից, ինչ-որ յուրահատուկ սպանախով։ Տարբեր պանիրներ ենք օգտագործելու եւ հետաքրքիր համ կստանանք։ Հիմա այս շաբաթ մենք գիտենք, որ բոլորը պատրաստվում են զատկի տոնին եւ պետք է պատրաստեն տարբեր տեսակի կանաչիներ։ Ես էլ առաջարկում եմ դրանով է, չէ՞, հենց գարունը գալիս է։ Զատկի տոնը մոտենում է, կանաչիները էլ ավելի են շատանում մեր սեղանին։ Բայց դա լավ է, չէ՞։ Ես շատ եմ, ես վերջերս եմ սկսել ուտել, բայց Չէի ուտում միջև։ Չէ, միջև չէի ուտում, բայց հիմա այսպես սպասում եմ այդ զատկի տոնին եւ գարնանը, այո։ Իրականում եւ սպանախ էլ չէի սիրում, Լուսինե։ Ես սպանախ չէի սիրում, բայց հիմա սպանախ շատ հաճախ օգտագործում եմ պարզապես աղցանի մեջ։ Թարմ աղցան, այո, թարմ սպանախը։ Շատ ողջունելի է, որ ընդհանրապես հազարի նման շատ են սկսել օգտագործել սպանախը եւ ուղղակի հրաշալի է։ Հիմա մենք շատ քիչ կտապակենք եւ նախ ավելացնենք կարագ թավայի վրա։ Իդեպ թարմ սպանախ ուտելը ես սովորել եմ Անուշից։ Ես Անուշից շատ բաներ եմ սովորել Մինչև այդ միայն տապակած տարբերակով էր սպանախը մեր Ես շատ ուրախ եմ։ Հիմա արդեն թարմ սպանախն է։ Դու բերեցիր այդ նորությունը Անուշից, ասեցիր այսուհետ մենք կարող ենք սպանախ ուտել թարմ վիճակում։ Այո։ Ես շատ ուրախ եմ, որ ավելի օգտակար բաներ ենք սովորում իրականում։ Ես էլ խոհարարներից եմ շատ սովորել եւ հիմա փոխանցում եմ մեր հեռուստադիտողներին։ Մեկ էլ գիտես ինչ է բան, անարդար։ Որ սպանախը այսպես շատ է երևում, հետո հենց երբում ես։ Սպանախը վերջնում ես, լիքը տեղ չկա, վերջում ես կան ամնում։ Բա լվանալը, մինչ լվանում ես, Այդ պրոցեսն իրա է։ Պրոցեսը երկար է, բայց Բայց հաճելի է, վերջում հաճելի է լինում։ Կարևոր է, որ որ սպանախը ձվով ամենաշատն եմ ես սիրում եւ ինչքան հասկանում եմ, քո սեղանին կա նաեւ ձու։ Այո, իհարկե, հավկիթ եւ տարբեր պանիրներ։ Մենք հիմա արագ կքերենք դեղին պանիրը, որը կհալվի եւ մեկ ընդհանուր Իսկ կարևոր է ինչ պանիրների տեսակները։ Հալվող պանիր դեղին, այո, հալվող պանիր։ Եվ մյուսը հիմա կասեմ։ Մենք քերենք հալվող պանիրը, որպեսզի սպանախի հետ միասին հալվի։ Բայց կարծում եմ պանիրը վերջում ենք լցնելու։ Հիմա ենք ավելացնում, իսկ մյուս տեսակը վերջում կդնենք, այո։ Որ սպանախի հետ այսպես ձուլվի եւ հալվի։ Այո։ Փաստորեն պանիրների տեսակներն էլ է կարևոր, թե որը երբ ես լցնում։ Իհարկե։ Այսպես ավելացնենք, մենք մի փոքր սև պղպեղ հիմա կանենք։ Ախորժերի տեսք ունի, չէ՞։ Կամ էլ մենք ենք շատ սոված։ Մենք պարզապես սոված ենք։ Մենք շատ սոված ենք, Անուշ։ Ես դրա համար շատ արագ հիմա արագ բաղադրատոմս եմ մտածել, որ պատրաստենք եւ հասցնենք համտեսել։ Հիմա մենք մի փոքր սև պղպեղ կավելացնենք։ Դու պահքի մեջ։ Եվ շատ քիչ Ոչ։ աղ։ Ես էլ պահքի մեջ եմ, որտեղ այնտեղ կար հավկիթ։ Պահքի մեջ ես։ Ոչ։ Ոչ։ Կարող ենք ուտել, կարող ենք Ոչ, կարող համտեսել։ ենք համտեսել եւ փորձել։ Ահա։ Հիմա տեսեք, մինչև մի փոքր կտապակվի, իրականում սպանախը չենք թողնում շատ մնա, որպեսզի իր կանաչ գույնը մնա գեղեցիկ։
Դե հաշվի առնելով, որ սպանախը մենք կարող ենք նաև թարմ վիճակում ուտել, ապա Այո, խնդիր չկա։ այո։ Մենք հիմա կկոտրենք հավկիթը։ Եվ կավելացնենք սպանախի վրա։ Իսկ մյուս պանիրները վերջում։ Այո, եւ դա ամենավերջում գեղեցիկ ամբողջությամբ դնելու ենք, այսպիսի խորանարդիկներով հալված պանիրներն են, որոնք յուրահատուկ համ են տալիս այս ուտեստին։ Մի փոքր աղել ավելացնենք հավկիթին։ Մի լավ Կա խառնենք։ սննդի տեսակներ, որ կարծես նրանց համար հատուկ պետք է աղը մի քիչ շատ անել։ Օրինակ հավքեթի դեպքում մի քիչ աղը պետք է շատ անել։ Գուցե ես մի կանաչների։ Դա սովորության հարց է, Ռուբեն։ Օրինակ ինձ համար էլ վարունգն է այդպես։ Աղան։ Աղան էլ, այո։ Բայց դա ես սովորության հարց է կարող եւ եմ առանց աղ ուտել բան։ ահա, տեսնում ես։ Բայց աղով ավելի համով։ Բայց համեղ է։ Ինչ խոսք, համեղ է։ Բայց դու աղակեր չես։ Ես աղակեր չեմ, բայց միշտ վարունգը ինձ մոտ ասոցացվում է աղով անպայման։ Ոնց որ շատերից մոտ չգիտեմ։ Չգիտես Ինչ թե ենք անում։ Հա, Ավելացնում ենք Բաց տվեցի։ հավկիթը։ Ահա, հավը ոչ մի բան բաշխում։ Ահա, մի լավ խառնում ենք։ սա իդեալական նախաճաշ է։ Այո, համաձայն եմ։ Սա իմ ամենասիրելի նախաճաշերից է, իդեպ ասեմ, որ շատ արագ պատրաստում եմ։ Հիմնականում շաբաթ-կիրակի օրերին։ Անես լավ եք ներկայացնում, որ ուզում եմ ես էլ նախաճաշ պատրաստեմ արդեն։ Դե Բայց քանի որ կփորձեմ։ դու գիտես, որ սպանախը Կփորձեմ։ եփելուց հետո որ այն դառնում է շատ արդեն լավ է, գիտես, դա առաջընթաց է։ Մի պակ սպանախ կգնեմ, Ահա, ամբողջությամբ կլվանամ, կմաքրեմ։ բայց հիշի դու Մի քիչ, պետք է մի քիչ։ լվանաս։ Ես, ուզում ես անեմ ամեն ինչը։ Հետո կկտրտեմ, հետո Կդնես արդեն թավայի մեջ։ հա, արդեն կարակ Վրան։ դրեցիր ոնց որ։ Այո, կարակ մի փոքր էլ Կարակ կդրեց, մի փոքր։ ձիթայուղ ավելացրեցինք, որպեսզի Կարակ հայտնի կարակ։ այո, հետո սպանախը կլցնեմ այնտեղ, սպասեմ որ այն մի պարկ սպանախը դառնա մի բուր։ Ահա։ Ու Հետո ինչ ավելացրեց։ քեչով պանիրը։ Անցկացրեց պանիրը, ավելացրեց, որպեսզի արդեն հալվի։ Խորանարդներով այս պանիրը վերջում կպահեմ։ Ահա։ Ահա, Բայց տեսեք, կարող արդեն եմ դնում ենք վրան։ ցանկությամբ չի։ Իհարկե, քո ցանկությամբ է, երբ ուզես, ոնց ուզես։ Այո, ինչ ուզես։ պանիրներ։ Իրականում կարող եք օգտագործել տարբեր պանիրներ։ Դե կարող ես, Այո։ բայց մենք այնպես արա որ հալվի։ Հա, հալվող պանիրներ։ Հա, հալվող Տարբեր պանիր, այո։ հալվող պանիրներ։ Ես պանիր շատ եմ սիրում, դրա համար եմ ասում։ Ոնց ես սպասում։ Հիմա տեսեք, ավելացնում ենք արդեն, դասավորում ենք գեղեցիկ վրան եւ մի քանի րոպե նորից կթողնենք փակ վիճակում թավան, որպեսզի ամբողջությամբ հալվի Հա, գեղեցիկ։ ծածկելու ենք, խութը կդնենք ու տենց մի քիչ կմնա։ Այո, այո։ Մի փոքր մինչև կհալվի։ Եվ մենք հենց այսպես էլ թավայով կարող ենք մատուցել, մատուցման ափսեի մեջ չավելացնել։ Չտեղափոխել։ Իրականում այո։ Դու էլ տանը տենց կանես։ Միանշանակ։ Այդ այն հյուրերն են, որ հյուր ա գալի տուն, պետք է անպայման փոխել ափսեի մեջ, հատուկ ափսեից, որը պրիբալտիկայից, չգիտեմ, Ես այդպես չեմ անում։ Իդեպ հիմա շատերը այսպես չեն անում, հիմնականում օգտագործում են Թավայով։ ամենագեղեցիկը եւ վայելում են։ Եվ առավոտյան նախաճաշը, այո, երբ ընտանիքի անդամների համար է պատրաստված, թավայով հանգիստ կարող ես դնել Որտեղ սեղանին բոլորը շտապում են։ եւ չէ, դու չգիտես ամեն մեկը որքան է ուզում ուտել, Դա էլ փորձել։ կա։ Մեկը սոված չէ, մեկը սոված է, մեկը Համել շատակեր է, աման- մեկը քչակեր է։ Այո, համել ամանները Տեսնում ես։ շատ կարիք չի լինի լվանալու։ Պայմանավորվեցին։ Մնում է պատրաստել։ Բայց ես պատրաստ եմ, Ռուբ կնկարես։ կնկարեմ։ Խոսքս Խոսք եմ տալիս, մյուս տալիս, տարի։ Դե հիմա է սպանախը, հետո էլ չի լինի։ Այս թե շրջանում Այն կանաչիների։ թարմ կանաչ։ Խոստանում եմ անկեղծ։ Երևի հանգստան Ես օրերի չեմ շաբաթ հավատում, կամ բայց դե լավ։ շաբաթ օրը։ Ահա։ Ինչ որ մի օր։ Կիրակի օրը ընտանեկան օր է, բոլորը տանն են։ Կիրակի օրը Եվ հենց հարմար կլինի։ աշխատանքային օր է թատրոնում։ Այո։ Դե լավ, շաբաթ օրը։ Շաբաթ օրներ է աշխատանքային, բայց կանեմ, ոչ ինչ։ Ես կանեմ, առավոտյան հաստատ նախաճաշ կհասցնեմ պատրաստել։ Շատ ես աշխատում։ Շոտ։ Մի փոքր սպասենք
կհալվի եւ կավարտենք։ Այս նույնը իրականում կարող ենք անել այլ կանաչիների հետ, ես դեռ չեմ փորձել, բայց սպանախով ինձ համար ամենայուրահատուկն է եւ շատ տարբեր կանաչ։ Նախընտրում սպանախով։ Իսկ ուրիշ ինչ կանաչ կարելի է օգտագործել։ Օրինակ դուք սիրում եք սիբեղ, մյուս Ես ոչ, դրա համար դու սպանախով անկեղծ ասած հիմնականում սիրում եմ։ Մենակ դասական սպանախ գիտեմ, գուցե դա էլ եմ փորձել, բայց չգիտեմ։ Ահա, չգիտես թե որ կանաչին ես փորձել։ Հա։ Ես օրինակ սիրում եմ հիմնականում սպանախը, այո։ Բայց Կարծեմ չմոռանանք, որ շատերն են նախընտրում սպանախը։ Չմոռանանք, որ սպանախը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը սրտի համար շատ լավ է։ Դրա համար սպանախ շատ օգտագործեք, հատկապես թարմ վիճակում։ Ինձ թվաց հատկապես գարնանը։ Պետք է ասես։ Դե հիմա տարին կլոր սպանախ կարելի է գտնել իրականում։ Ահա։ Արդեն պատրաստ է, հենց այսպես պետք է մատուցել ուղղակի։ Եվ միանգամից համտեսելու ժամանակ կարող ենք տեղափոխել այսպես մի փոքրիկ այսպես բաժնով, ուղղակի կարող ենք տեղափոխել ափսեի մեջ ու ասել անուշ լինի։ Սա էլ քեզ համար Ռուբեն, հատուկ քեզ համար։ Ամբողջ թիմով շատ շուտով մենք կնախաճաշենք։ Այո։ Շատ շնորհակալություն Անուշ։ Իրոք որ կարճ, արագ, պատրաստվող եւ օգտակար նախաճաշ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։